Հանդիպությունը պետք է ի վերջո պատասխանատվություն կրի իր ասածների եւ արածների համար։ Նայեք 2024 թվականին, երբ որ Տավուշիում տեղի էր ունենում սահմանազատում, ընդդիմությունը եւ դուք մասնարարպես, բայց այդտեղ չեմ անձնավորում, էլի ընդդիմությունը ինչ էր ասում։ Ասում էր նախ, որ հանձնվում է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ասում էր, որ ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո է հայտնվելու, ասում էր, որ խաղաղություն չի լինելու, որ սա վատ է, որ Ադրբեջանը մեկը հարձակվելու է մեր վրա եւ այսպես շարունակ։ Սրա սոուսի ներքո եւ հողի ներքո, ըստ Ռոբերտ Քոչարյանի պլանավորածի կամ հորդորի, դրանից մի քանի ամիս առաջ Քոչարյանը հորդորել էր arczepiskopos-ներից մեկին գլխավորել ընդդիմադիր շարժում։ Հայտնվեց arczepiskopos-ներից մեկը, որը գլխավորեց ընդդիմադիր շարժում, մեծ հանրահավաք արեցիք Հանրապետության հրապարակում, այսինքն երկիրը պահեցիք ցնցումների մեջ, ինչ որ պահ հասավ նույնիսկ եկաք ազգային ժողովը գրոհեցիք, բայց արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում եղավ այն, որ սահմանազատումը տեղի ունեցավ եւ երեք ես պարոն Արսվիկ Մինասյանի հետ բանավեճի էի Շանթի եթերում, իդեպ դեռ չի հրապարակվել, շաբաթվա մեջ կհրապարակվի, այնտեղ ռեպորտաժներ էին ցույց տալիս բանավեճին զուգահեռ, Բերքաբերից, Կիրանցից եւ ինչ էին ընդեղի մարդիկ ասում։ Ասում էին, այո, հիմա խաղաղ է եւ ուզում ենք, որ դելիմիտացիան, այսինքն սահմանազատումը շարունակվի։ Հասկանում եք, դուք պայքարում եք մի բանի դեմ, որը ոչ միայն ապացուցվեց, որ լավ բան էր, այլ ընդեղի բնակիչները, բոլորը կողքի գյուղերի բնակիչները ասում են ուզում ենք սա շարունակվի, հասկանում եք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։